Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոնաթան Էդվարդս, օր ապրիլի 21։ Սրա համար իմ սիրտն ուրախ է և իմ փառքը ցնծում է, և մարմինս էլ հույսով կբնակվի։ Սաղմոս 16-րդ գլուխ 8-րդ խոսք։ Շնորհքի ուխտի բնույթը և Աստծո կողմից դրա մեջ ամեն ինչ հաստատելու և կարգավորելու նպատակները հստակ և ակնհայտորեն վկայում են, որ Աստծո մտադրությունն է եղել առատ միջոցներ սահմանել, որպեսզի սրբերը դեռևս երկրի վրա ապրելով ունենան հավաստի և անսասան հույս հավիտենական կյանքի վերաբերյալ։ Քանզի այդ ուխտում Աստծո կողմից ամեն բան կարգված են հաստատ և անվիճելի, որովհետև հավիտենական ուխտ է արել ինձ հետ, հաստատված ամեն բանի մեջ և պահված։ Բ Թագավորաց 23-րդ գլուխ 5-րդ խոսք։ Խոստումները լիառատ են, բազմիցս կրկնված և տարբեր կերպերով ներկայացված, և կան բազմաթիվ վկաներ ու բազմաթիվ կնիկներ, բայց Աստված իր խոստումները հաստատել է երդմամբ։ Եվ այս ամենի մեջ Աստծո հայտարարված նպատակն այն է, որ խոստումների ժառանգները ունենան անվարան հույս և լիակատար ուրախություն իրենց ապագա փառքի վստահության մեջ, որով Աստված առավել ևս կամենալով խոստմունքի ժառանգորդներին ցույց տալ իր խորհրդի անփոփոխ լինելը, երդումը մեջ բերավ, որ երկու անփոփոխելի բանով, որոնցով անկարելի է, որ Աստված սուտ խոսի, հաստատուն մխիթարություն ունենանք, մենք որ ապավինեցանք մեր առջևը դրած հույսը բռնելուն։ Եբրայեցիս 6-րդ գլուխ 17-18 խոսքեր։ Սակայն այս ամենը իզուր կլիներ նման նպատակի համար, այսինքն սրբերի զորավոր մխիթարության և իրենց ապագա փառքին հասնելու հույսի համար, եթե սովորական դեպքերում նրանց մասնակցությունն այդ հաստատուն խոստումներին չլիներ հստակ ճանաչելի և հաստատելի։ Անկախ նրանից, թե որքան վստահելի են Աստծո խոստումներն ու երդումները, դրանք չեն կարող որևէ կոնկրետ անձի ուժեղ հույս և մխիթարություն տալ, եթե այդ մարդը չգիտակցի, որ դրանք ուղղված են իրեն։ Եվ ապարդյուն կլիներ այն, որ Հիսուս Քրիստոսն արեց հավատացյալների խիղճը կատարյալ դարձնելու համար, ինչպես նշված է Եբրայեցիների թղթի 9-րդ գլխի 9-րդ խոսքում, եթե հնարավոր չլիներ հասնել այն վստահությանը, որ մենք ազատ ենք մեղքի մեղավորությունից։